Բարև ձեզ ընկերներ, կուզեի այսօրվա թվանքը սկսեինք նրանից, որ զարմանալի ու հեշ լավ չի, որ 26 թվականն ու դուք դեռ զենք չունեք, առավել ևս, որ մենք ապրում ենք ինչ էլ ով էլ ոնց անուն դնի այնքան անկախ երկրում, որտեղ մենք կարող ենք մեզ թույլ տալ մեր գիտելիքի հիման վրա մինչև 50 տրամաչափի թե ակոսափող, թե հարթափող զենքեր ունենալ, բայց այսօր այս հաղորդումը ձեր մասին չի, սիրելի չզինվածներ։ Այս հաղորդումը արդեն զենք ունեցողների մասին է, որովհետև իրենք քիչ թե շատ տարբերում են զենքերը լավը վատից, ու մենք ազատազենով ճշգրիտ Հրաձգության Ֆեդերացիայի հետ միասին կատարել ենք շատ ուժեղ ճեղքում։ Այն զենքը, որ ձեռքերումս տեսնում եք, այդ ճեղքման արդյունքն է։ Ես ինչքան տարի է այստեղ կրակում եմ, մարդկանց հետ շփվում եմ, այս որակի զենքեր դեռ տեսած չկայի։ Կարող է մի քիչ սրա հետ համեմատվեին Cadex Defense-ի շատ յուրօրինակ տարբերակներ, բայց իմ գնահատականով սա էական ավելի լավ զենք է։ Ձեզ եմ ներկայացնելու Masterpiece Arms ընկերության 6.5 տրամաչափի դիպուկարի հրացանը, որը հստակ նախատեսված է սպորտով զբաղվելու համար, ավելին աշխարհի մրցումների մոտ կեսը իմ ճշտած տվյալներով հաղթում են հենց այս ընկերության զենքերով։ Սրանց մասին ընկեր Արտյոմն է փորփորը իմացել ենք, որ Վրաստանի ճշգրիտ Հրաձգության Ֆեդերացիայի տղերքը հիմնականում հենց այս զենքով են մարզվում ու մրցում ու բավական լավ արդյունքներ ունեն։ Իսկ եթե իմ մասով ասեմ, այս զենքը տեսնելուց հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես պետություն սկսել եմ ավելի շատ հարգել, որովհետև կատարելությանը հասնող զենք են սարքել։ Կա մի հատ ֆիլմ 9-րդ ռոտան, Զիվյատայա ռոտան, այդտեղ մեջի արվեստագետը պատմում է, որ ոնց որ հնում ռենեսանսի ժամանակ վերցնում էին մեծ մարմար քարը ու համարում էին, որ արձանը նրա մեջ է, ուղղակի ավել կտորները պետք է հանել ու ոնց որ գեղեցիկ արձանը դա այդ անտաշ մարմարից ավել կտորները հանած մի բան է ու էլ ոչ մի բան, երբ որ չի մնում ավել հանելու, ստանում են կատարելությունը ու այդ կինոյում օրինակ է բերում, որ զենքն էլ է կատարյալ, որտեղ վրան ոչ մի ավել բան չկա ու եթե կար մի բան, որ կարելի էր հանել, կհանեին, որ չխանգարեր։ Հիմա այս զենքը այդ կինոն հիշեցնող զենքն է ու ամեն ինչ տեղը տեղին է վրան սարքած։ Քայլ-քայլ ձեզ ցույց եմ տալու։ Իդեպ սա միակ օրինակն է, որ այս պահին խանութում առկա է ու կարող եք գնել, մնացած բոլոր օրինակները նախապատվերով են եղել։ Ես էլ ասում եմ իմ նախապատվերովն էր, որովհետև ուշադրություն, սա ծախլիկի համար նախատեսված տարբերակն է։ Բայց ես որոշել եմ էսի հատկացնեմ ձեզնից մեկին, երբ որ գգակ կգնեք, ես մի քիչ հետո կունենամ, ոչինչ։ Սկսենք փողից, 26 դյույմանոց փողն է, 1.8 թվիստով, որը բավականին հարմար աշխատում է, օրինակ 140 գրեյնանոց փամփուշտների հետ։ Ինքը մինչև այս մեր բոլոր տեսած փողերից ավելի հաստ է, որովհետև սպորտի համար է նախատեսված, որպեսզի լրացուցիչ կայունություն տա։ Այս հաստության մոտավոր կարող է տեսած լինեք Սաբատիի ամենահաստ փողերը, բայց իմ գնահատականով սա ավելի հաստ է ու սկզբից մինչև վերջ դանդաղ աննկատ նույնիսկ քանակի նեղանում է, չնայած վերջում էլի բավական հաստ մնալով։ Այստեղ որ տեսնեք կպցրած է հատուկ ստիկեր, որը թե Ցելսիուսով, թե Ֆարենհայտով ցույց է տալի փողի ջերմաստիճանը, ինչպես գիտեք, ջերմաստիճանից կախված կրակոցները վարկը փոխում են, իսկ շատ տաքացնելու դեպքում զենքը վնասվում է, որպեսզի այդ վնասը չլինի։ Փողը հենց MPA Masterpiece Arms ընկերության կողմից է արտադրված ու բանը
վիվեշնի է, այսպես ասած։ Շասին նույնպես իրանցն է, շասին ամբողջությամբ արկա ռեյլ է գալի, այստեղ մենք ամրացրել ենք էլի մեր խանութում արկա ոտիկներից, կարանք սա կամայական տեղամրացնենք, տեղափոխենք, սենց վրայով էլ այս քթինն էլ կարանք պտտենք պիկացինիով ամրացնենք, հելնում փոխվում է, կարանք այսպես թողենք, այսինքն զենքը հարմար է թե ոտով աշխատելու, թե սպորտում պարկեր կանելի ես արկա ռեյլով ձգվելու, ընդհանրապես այս արկա ռեյլը ավելի նոր տարբերակն է, ինչ-որ մի բան ձգելու, հեսա, հեսա արի կենտրոնը կտնենք էլ ինքեր անդրան, այս զենքերը բավականին լավ, ծոր քաշը կենտրոնին բալանսավորացեն, ինչը բավական շատ անհրաժեշտ է սպորտում ու սովորական զենքեր առնողները, թե օգտագործում են գրուզիկներ, քաշեր, որպեսզի համ ծանրացնեն զենքը, համ բերեն բալանսի, այս գործարանից ելած ոնց որ բալանսի բերած վիճակում է։ Իր այս զատվորնի խումբը ստեղ գրած Action by American Rifle Company, տրամադրում է American Rifle Company-ն իրենց, բավականին սահուն է, 3 բայվոյ ուպորներով ու էլի հատուկ սպորտի համար հարմարեցված, ոչ ավելի ուժեղ գրկող, ինչպես մեր FOR ընկերությանն էին, ու շատ ավելի սահուն ու սլացիկ, ոնց որ ինքը հստակ գիտի իր տեղը ուրա գնալու ու գնում է։ Ուշադրություն դարձրեք այս բռնակին, ինքը հենց էտելի masterpiece է, произведение искусства է։ Երբ որ ձեռքովդ բռնում ես, բոլոր մատերի տեղը նախատեսած է։ Այսինքն 3 մատը գալիս են ներքև, բութը ստեղ հենվելու տեղ ունի, այստեղ հատուկ ուռուցիկություն կա, որպեսզի մեր մատը հենվի ու մենք տարբերակ չունենանք մատով այլ ձև ձգանը քաշելու, այսինքն բռնակը ինքը ստիպում է, որ քո ամեն հաջորդ ձգանը քաշելը, ամեն հաջորդ կրակոցը նմանը լինի մեկը մյուսին։ Ձգանը բավականին թեթև է, ոնց որ տենց մի քիչ պնդոտ, որ փետուրը լինի, դրանով կարելի է կրակել, դա սպորտում բավականին հարմար է, իր հերթին նաև կարգավորվող է։ Պիկացինին 20 մոա թեքությամբ է, մենք բերել ենք ուսը չծալվող տարբերակը, բայց կա նաև ծալվող տարբերակը։ Ուստեղ հետաքրքիր լուծում ունի իր հետ, եթե կհիշեք շպուր կոլցաները, իրենց հետ սպուր կոլցաները, իրենց հետ ունեն էլի այս հարթաչափը, որին շատերս կատակով ջրաչափ ենք ասում, Masterpiece Arms-ի դեպքում հենց ներկառուցված հարթաչափը կա ու մեջը ոչ թե օդի պղպջակ է, այլ գնդակ է, շարիկ է, որը ավելի հստակ ու հարմար է աշխատում։ Թուշը ուսը կարգավորվում է, տակից իջնում է 3-րդ ոտը, այդ ամենը կա, ինչը անհրաժեշտ է բոլոր տակտիկական զենքերին։ Պայստատուփը բավականին որակյալ է Accurate Mag ընկերության, ու սրան գնում է 308-ը, 6.5-ը ու էլի տարբեր տրամաչափեր։ Ամենահետաքրքիր մասը զենքի այն է, որ զենքը պատրաստվում է նախապատվերով հրաձիգի համար, այսինքն ուղղակի խանութներում վաճառքի չի լինում, իրենք կայք ունեն masterpiecearms.com, հիշենք հղումներում կդնենք, այդտեղ դուք կարողանում եք ընտրել 10-ից ավելի տրամաչափների մեջ ու հավաքեք ձեր ուզած տարբերակով զենքը, այն կարա լինի աշտիկի, ձախլիկի, կարա այս օպտիկա ձգելու մասը լինի 20 թեքության, 0 թեքության, թեքությունը դուք փոխեք, փողը կարա լինի ավելի երկար, ավելի բարակ, ավելի կարճ, էլի դուք եք ընտրում, ուսը կարա լինի ծալովի, չծալովի ու հետաքրքիր են իրանց տրամաչափերը։ Առաջի անգամ Հայաստանում
ու իմ տվյալներով էլի ունենք այս մեկի ինկերը 6 դաշեր տրամաչափի, որը տեր ունի ու պարտադիր կգա ձեր համար թվանքը նկարի, սա սպորտային տրամաչափ է ու ինչքան 6.5-ն է առավել սպորտում 308-ից մոտավոր այդքան 6 դաշերն է առավել 6.5-ից այս զենքը եթե չեմ սխալվում մեր Արտյոմինն է ճշգրիտ հրաձգության ֆեդերացիայի տնօրեն որ լավ համոզենք ինքն էլ հենց կպատմի մեզ դրա մասին հետը կա նաև այս տարբերակի այդ դուլնի տորմուզ բաց տեսակի DTK որը սպորտում էլի բավական անհրաժեշտ բան է ու էլի պատրաստված է MPA ընկերության կողմից հիմա ծանոթացնենք մյուս ընկերոջ հետ այս արդեն long action այսինքն ավելի մեծ փամփուշտներ տեղավորող տեսակն է ու էլի այս տրամաչափից Հայաստանում չի եղել կամ գոնե ես չեմ տեսել մեր հրաձգարանում 300 նորմա ինքը հնարավորություն է տալիս ավելի լավ արդյունքներ գրանցել քան 338 լապոա մագնիում հայտնի մեծ տրամաչափով որովհետև կարողանում եք կրակել 250 գրեյնանոց գնդակներ իսկ վառոդի չափը մոտավոր նույնն է մի քիչ քան 338 լապոա մագնիումում ու այս տարբերակը որոշ երկրներում արդեն ընդունված է վառուժենիա դե ոնց ասեմ սպառազինություն ու կիրառվում է ու ավելի լավ արդյունքներ է ցույց տալիս քան 338 լապոա մագնիում այս երկու զենքերն է պարտադիր կիրառության մեջ կտեսնեք մոտակա թվանքներով հիմա ոնց որ մի փուլը անցել է մյուս փուլն են անցնում որ կարողանան մարդիկ ձեռք բերեն տանեն ես ասում եմ մի քիչ առաջ ընկած համարեք մյուս թվանքների անոնսները արեցի Եթե ցանկանում եք այս զենքերից ունենաք պետքա գաք ազատազեն հրաձգարան մտնեք թվանք խանութ ու նախապատվիրեք սպասեք 20 շաբաթ որ արտադրվի եւս մի քանի շաբաթ է որ ներմուծենք Հայաստան բայց այս խոսքերը ասելը երազանքի նման մի բան էր 1 տարի առաջ ինչը փաստացի իրականացրել ենք ասենք այս զենքերի գալը ավելի ուրախացնող հանգամանք է քան օրինակ եթե կարողանայինք բերել Accuracy ընկերության զենքեր կամ մեկ այլ ընկերության զենքեր այսօրվա թվանքը ի տարբերություն մյուս թվանքների տարբերվելու է որ չի ունենալու երկրորդ եւ երրորդ սցենարային հատվածները այսինքն փունջ չենք կրակելու ու չենք կրակելու հեռու որովհետև սա հենց տիրոջ համար նախատեսված զենք է ու թողելու ենք այդ կրակոցները անի մեր ծախլիկ ընկերը փոխարենը թե աչլիկի տարբերակ այս զենքի ունենք որ լրիվ նույն հատկությունները ունի շուտով թվանքում կտեսնեք թե 6 դաշեր տարբերակը ու թե 300 նորմա տարբերակը այսինքն ձեզ հետագայում սպասվում է բավականին հետաքրքիր 3 թվանք Զենքերը դեռ խանութում են մոտակա մի քանի շաբաթը կարող եք գալ ծանոթանալ հետները, նախապատվիրել ու հպարտանալ, որ մենք միասին կարողացել ենք անել այդ ճեղքումը, ինչը տևել է մոտ մի 150 մեյլ ու մի տարի ժամանակ ու դրան բացառապես օգնել է այն համբավը, այն ռեպուտացիան, որ մենք միասին ստեղծել ենք ազատազենում ու ճշգրիտ հրաձգության ֆեդերացիայում, որովհետև մեծ կասկած կար արտադրողի կողմից, որ մենք երրորդ երկիր ենք արտահանելու զենքերը, ինչը ֆինանսապես փաստացի շատ շահավետ կլիներ, որովհետև մի քանի անգամ թանկ պատրաստ են նույն Ռուսաստանում կամ այլ երկրներում գնել, բայց մենք կարողացանք նրանց երաշխավորել, որ իրոք սա մեզ անհրաժեշտ ու մենք կիրառելու ենք, ինչպես որ կա։ Ու կատարեցինք այդ ճեղքումը։ Դե ինչ, այսքանը այս զենքի մասին, եթե ձեզ դուր է գալի այն կոնտենտը, որ ստեղծում ենք մենք միասին ազատազենով մանավանդ ընկեր Անդրյանը իր ձեռքերով,
բաժանորդագրվեք մեր Patreon-ին, հետևեք մեր YouTube-յան էջին, որպեսզի ել ավելի զարգացնենք մեր մեդիա կանալները, դրանք անհրաժեշտ են մեր գործը լավ անելու, զենքի մշակույթը տարածելու համար։ Նոր զինվող մարդկանց էլ հրավիրում ենք ամեն 5 շաբթի քննության։ Ձեզ այս զենքը որպես առաջին խորհուրդ չեմ տա, որպեսզի ունենաք մի բան, որից հետո կարողանաք այս զենքը գնահատել, բայց կգա ժամանակը, որ դուք էլ կկարողանաք սա կիրառել ու ստանալ մաքսիմումը այս զենքից։ Ես երաշխավորում եմ ձեզ, որ մոտակա մրցումներին տեսնելու եք այս զենքերի արդյունքները, իսկ եթե ամեն ինչ լավ ընթանա, մեր ճշգրիտ հրաձգության մարզիկները այս տարի այս զենքերով հանդես կգան Վրաստանի մրցումներում եւ ոնց որ ճանապարհը կբացենք, որ հայ անունները լինեն այդ սպորտում, հայ անուններ կան, Հայաստանից անուններ լինեն այդ սպորտում ու բարձրացնեն մեր դրոշը նաև այս մրցելու տեսակում։ Այսքանը, հետևեք մեզ, եկեք Ազատազեն մարզվելու, մոտակա 6-7 ամիսը գանի գնա տաքանալու ու լավանա, զինվեք թվանքից, որովհետև թվանքը ամբողջությամբ պատկանում է Ազատազենին ու ստեղծված է ուժեղացնելու Ազատազենը։ Զենք ունեցեք, որովհետև այս խառը աշխարհում ազատ մարդիկ այլ տարբերակ չունեն, քան միշտ պատրաստ լինեն պաշտպանել իրենց ազատությունը, մանավանդ արտաքին, բայց որոշ դեպքերում նաև ներքին փոքրիկ թշնամիներից։ Այսքանը։ Լավ եղեք։